Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոս Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին 13:30-ին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից եւ կուղղվի դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Միանալով Փաշինյանի հրավիրած ուխտերթին քաղաքացիները իրենց աջակցությունը կհայտնեն առաքելական եկեղեցու բարենորոգմանը։ Որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Փաշինյանը հավատացրել է, որ երթը լինելու է խաղաղ, մեջբերում լեցուն քրիստոնեական սիրով, միաժամանակ կոչ անելով տակ հագնվել, քանի որ ցուրտ է։ Քաղաքացիներին ուխտերթի հրավիրելուց առաջ Հայաստանի վարչապետը իր կեցավայրում հանդիպել էր իր հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներին ու միասին մի հայտարարություն էին ստորագրել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց վեհափարի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Հայտարարություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման անվանումը ստացած հայտարարության մեջ նրանք Գարեգին II-ին անվանել են մեջբերում եկեղեցու փաստացի պետ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրագալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի 7 ամիսների ընթացքում Գարեգին II հեռանալու ոչ մի ակնարկ չի արել։ Տարեմուտի իր ուղերձում վեհափարը կոչ էր արել դադարեցնել մեջբերում եղբայրադավության քայլերը։ Սիրելի հայրենակիցներ, Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը եւ հակադրվել եկեղեցուն։ Իր Facebook-յան էջում գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը Փաշինյանի եպիսկոպոսների հետ կառավարական տանը հանդիպելը համարել է հեգնական, ընդգծելով, որ այդ տունը բարերար Սամվել Կարապետյանն է նվիրել Հայաստանին։ Մեր երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը, ոչ միայն խոսքով, գրել է Կարապետյանը։ Մայրաթորը քննադատել է վարչապետի եւ 10 եպիսկոպոսների հերթական հակաեկեղեցական քայլը։ Վեհափար հայրապետի դեմ հերթական հայտարարության ստորագրումը Մայրաթորը որակել է սահմանադրության եւ եկեղեցու իրավունքի խախտում։ Եկեղեցին ընդգծել է, որ ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման հարցերը պետք է քննարկվեն բացառապես եկեղեցական մարմիններում եւ դատապարտելի է որևէ արտաքին ճնշում կամ միջամտություն։ Մայրաթորը շեշտել է նաեւ, որ տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսները մինչ օրս չեն մասնակցել ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի հետ նախատեսված քննարկումներին։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով, հայտնել է հետքլեատվականը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու համար։ Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ավելի վաղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները հետքին պատմել են, որ Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում եւ պետությունից գումար ստանում, իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նրանց խոսքով հիվանդանոցում վախի մթնոլորտ է եղել, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է եւ բժշկական կենտրոնի տնօրենը պարբերաբար շեշտել է նախարարի անունը։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից Սուրբ Ծննդյան ուղերձով են հանդես եկել Բագրատ եւ Արշակ arczepiskoposները, նշելով, որ 2025 թվականը հալածանքների եւ փորձությունների ժամանակատված էր, որի գնահատականը նրանց խոսքով կտան պատմությունն ու սերունդները, սակայն մեջբերում մեզ համար այն դարձավ ել ավելի հաստատվելու, զորանալու եւ հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան։ Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով եւ մեկ հաղթանակով Հայաստանի եւ հայության, մեր Սուրբ եկեղեցու արդարության, ճշմարտության եւ պատվի հաղթանակով օրհնված տարի, դեպի ազատագրում եւ հաղթանակ, ասվում է arczepiskoposների ուղերձում։ Իրանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը համընկել է արտաքին ռազմական սպառնալիքի հետ։ Իշխանություններն այս պահին չունեն հստակ ծրագիր, ինչպես կանգնեցնել տնտեսության անկումը, որը դարձել է բողոքների հիմնական պատճառը։ Սա տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ անկման ֆոնին։
Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ չէ միջուկային ծրագրի շուրջ այնպիսի զիջումների, որոնք կարող էին նվազեցնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի ճնշումը։ Արդեն մեկ շաբաթ շարունակ երկրում բողոքի ցույցեր են ընթանում, թեև դրանք դեռ չեն հասել 2019 եւ 2022 թվականների մեծ ապստամբությունների մասշտաբներին, այնուամենայնիվ անհնազանդությունները լուրջ անհանգստության պատճառ են դարձել Իրանի ղեկավարության շրջանում եւ արագ արձագանք են ստացել ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանում սպանվեն խաղաղ ցուցարարներ, երկիրը կանցնի գործի։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել բողոքներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վենեսուելայում տեղի ունեցած քայլը պետք է լուրջ ազդակ լինի մյուս երկրների համար, որը ենթադրվում է վերաբերում է Իրանին։ ԱՄՆ-ի հայտարարություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել, քննարկելով թե բողոքների վերահսկման, թե ռազմական հնարավոր հարվածների սցենարները։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրապարակայնորեն ընդունել է, որ այս պահին չունի հստակ լուծումներ երկրի խնդիրների համար, նշելով, որ անարդար քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ եւ իշխանությունները պետք է լսեն ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը ցույց տալ տնտեսական խնդիրների եւ ազգային արժույթի անկման համար, մեղադրելով արտաքին թշնամիներին։ Ըստ Times պարբերականի նա պատրաստվում է գնալ Մոսկվա, եթե Իրանում անկարգությունները սրվեն։ Բողոքների ցույցերը հիմնականում Իրանում անցկացվում են փոքր քաղաքներում, աղքատ շրջաններում եւ համալսարաններում։ Դրանց հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թեհրանի մեծ մասում կյանքը բնականon ընթացքի մեջ է, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է սրվել։ Իրանամետ ժողովրդավար ակտիվիստների խումբը կոչ է արել անվտանգության ուժերին չկիրառել բռնություն, հայտարարելով, որ Իրանի ապագան հնարավոր է միայն Իսլամական Հանրապետության իշխանությունից հրաժարվելու դեպքում։ Մեծ Գրելանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս պահին Գրելանդիան ծածկված է ռուսական եւ չինական նավերով։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը Քեյթի Միլլերը քարտեզի լուսանկար է հրապարակել, որտեղ Գրելանդիան ԱՄՆ-ի տարածքում է ներառված։ Դրանի պատասխան Դանիայի վարչապետը կոչ է արել Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրելանդիան զավթելու սպառնալիքները։ Մետե Ֆրեդերիկսենն ասել է, որ բացարձակապես անիմաստ է խոսել Միացյալ Նահանգների Գրելանդիան զավթելու անհրաժեշտության մասին, նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության 3 երկրներից որևէ մեկին։ Թրամփի թիմը կոշտ եւ ցինիկ կերպով առաջ է տանում իր երկրի շահերը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Մադուրոյի տապալումը ոչ մի կապ չուներ թմրանյութերի դեմ պայքարի հետ։ Խոսքը բացառապես նավթի մասին է եւ նրանք դա չեն էլ թաքցնում։ Ուժի իրավունքն անշուշտ ավելի ուժեղ է, քան սովորական արդարադատությունը, բայց դրանք կկարողանան արդյոք կառավարել հերակակարգով Վենեսուելան, դա մեծ հարց է, շեշտել է Մեդվեդևը։ с нашими друзьями с КНДР. Так что Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Նա վստահեցրել է, որ ժողովուրդը կպաշտպանի իրեն, եթե ԱՄՆ-ն փորձի գերեվարել, ինչպես Մադուրոյին։ Եթե նրանք ձերբակալեն նախագահին, որին իմ ժողովրդի զգալի մասը սիրում եւ հարգում է, կոլումբիացիներն ազատ կարձակեն ժողովրդական Յագուարին, ասել է Պետրոն։ Այս ամենին զուգահեռ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան մոտ է փլուզմանը վենեսուելական նավթի ստացված եկամուտների բացակայության պատճառով։ Չեմ կարծում, որ մենք պետք է որևէ գործողություն ձեռնարկենք, թվում է, թե այն պարզապես փլուզվելու է, նշել է ԱՄՆ նախագահը։ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ գաղտնալսել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի հեռախոսազրույցները, որոնք նա վարել է հիմնականում նախագահական ինքնաթիռից։ Նման բացահայտում է արել գերմանական դիցայտ պարբերականը։ Հետախուզությանը հաջողվել է պարբերաբար հետևել բանակցություններին Բարակ Օբամայի ինքնաթիռի կապի վերծանման թույլ պաշտպանվածության շնորհիվ։ Գաղտնալսումները սկսվել են դեռևս Ջորջ Բուշ կրտսերի օրոք եւ դադարեցվել են միայն 2014 թվականին, այն բանից հետո, երբ բացահայտվել է նաեւ Հիլարի Քլինթոնի
Մակրոնի զրույցների հասանելիությունը։ Հատկանշական է, որ այդ ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը հավանաբար տեղյակ չի եղել այս գործողություններից, քանի որ ծրագրությունները ոչնչացվել են ընտրյալ ղեկավարների կողմից ընթերցվելուց հետո։ Սակայն ստացված տվյալները օգտագործվել են կանցլերի գրասենյակ ուղարկվող վերլուծական նյութերում։ Այս բացահայտումն առանձնակի նրբություն է ստանում նրանով, որ հենց այդ նույն ժամանակահատվածում Մերկելը խստորեն քննադատում էր Վաշինգտոնին իր հեռախոսի գաղտնալսման համար, հնչեցնելով իր հայտնի թեզն այն մասին, որ ընկերների հետևից լրտեսելը անընդունելի է։